Ողջույն սիրելի քրիստոնյա ժողովուրդ, սիրելի Աստծո որդիներ, խաղաղության որդիներ եւ լույսի որդիներ եւ դուստրեր։ Աստծո ողորմությունով կգա ժամանակը, երբ որ Աստված կավակա մի մարգարեների եւ առաքյալների խումբ, թիմ, իրական սրտեր, հոգիներ, որոնք երկնքից ընտրված են միաբան աղոթելու մարդկության ժողովրդի համար եւ Աստծո ընտրյալների համար։ Տերը կհավաքա, ժամանակը մոտ է եւ յուրաքանչյուր մարդ կհասկանա իր կոչումը, կմտնի իր կոչման մեջ եւ կսկսա իր կոչման մեջ ծառայել։ Նայեք Թվոց գիրք 11-րդ գլուխ 25-րդ խոսքից ասում է, երբ որ Տեր Աստված իջավ ամպով եւ խոսեց Մովսեսի հետ, ասավ. 7 ծերերին հավաքիր, բեր ընտրիր եւ ես քո հոգուց վերցնեմ տնեմ իրանց վրա։ Եվ ասում է 2 հոգի այդ ընտրվածներից մնացել էին բանակում, խորանի մեջ չէին եկել, բայց նրանց վրա էլ իջավ հոգին եւ նրանք սկսեցին մարգարյանալ եւ չդադարել։ Մեկը Մովդադն էր, մեկը Ելդադն էր։ Ելդադն ու Մովդադը։ Երբ որ Նավեի որդի Հեսուն տեսավ, ինքը վազ տվեց Մովսեսի մոտ եւ ասավ. «Արգելիր դրանցը Տեր իմ»։ Եվ Մովսեսն ասավ. «Ինձ համար ես նախանձում»։ Ասավ. «Երանի թե Աստծո բոլոր ժողովուրդը մարգարեներ լինեին եւ Աստված իր հոգին նրանց վրա կդներ»։ Եվ Մովսեսը բանակը քաշվեց ինքը եւ Իսրայելի ծերերը։ Մարգարեները ընտրվում են Աստծուց իրական եւ Աստված իր հոգին տալիս է մարգարեի վրա, ուր ուզում ես եղի, եթե դու Աստծուց ընտրված ես, իր հոգին Տերը տարբեր ճանապարհներով իսցնելու է քո վրա, որ դու մարգարեանաս Աստծո փառքի համար։ Նայեք Հովանեսի հայտնության մեջ Հովանես առաքյալը երբ որ ընկավ ռեշտակի ոտների տակ, որ ծառայեր, երկրպագել ասավ. «Մի արիր այդ, ես ծառայից եմ քեզ քո եղբայրներին, որ Հիսուս Քրիստոսի վկայությունը ունեն, երկրպագեք Աստծուն, որտեղ Հիսուս Քրիստոսի վկայությունը մարգարեական հոգին է»։ Մարգարեական հոգի ունեցողը Հիսուս Քրիստոսը վկայում, ճշմարիտ Հիսուս Քրիստոսը վկայում մարգարեական հոգով եւ փառք հատալում Հիսուսին եւ Հիսուսի